Արգրավեցին տան զարդերը, որոշ կանխիկ գումար, սենց երեխեք։ Իհարկե իրավունք չունեն, ես ընդհանրապես կարամ ասում, սա հերթական է 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, դահակին ներգրավել են մի հատ պրոցեսի մեջ, դահակին շուտ պահանջներ է ներկայացրել ապօրինի, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան, զուտ տարական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործահարուցը ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել, ասես մի հատ պրոցես է, որը նորան, մի քանի օր հետո։ Հա, բայց պրոցեսը մի 3 ամիս է, ինչ որ բզբզում էին։ Այս ընթացքում դահակի հետ կա այդ նամակագրությունը, ապօրինի պահանջ է ներկայացրել, չնայած դրան ասել ենք, որ նույնիսկ պահանջը ապօրինի է, այս ամեն ինչ իրավունքի հետ կապ չունի, սա հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այդ շրջանակներում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել, ամեն անգամ չեն կարողացել մեր տրված հարցերին պատասխանել ու հերթական sense ուղարկել են փորձում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը պարբերաբար սպառնալիքներ էր հնչեցնում, որ գնալու է։ Ես մտածում եի ավելի լուրջ գործերով կգան։ Լուրջ եմ ասում, օրինակ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, ասենց հոդվածներ էին դնում, հիմա այս ամեն ինչը ծիծաղելի է։ Ես իմ ընտանիքի անդամները նույնիսկ այսօր մեր տան շունն էր իրան շատ adekvat պահում իրավիճակին, այսինքն մենք ցանկացած սցենարի պատրաստ են ու այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու, ցանկացած սցենարի պատրաստ ենք, այս ամեն ինչի մեջ շատ տհաճ է, առավոտ շուտ երեխեքը տունը, շատ տհաճ բան է, բայց իմ ընտանիքի անդամներն էլ այս պահին որևէ դեռ չէ, բայց կարծում եմ կունենամ, չգիտեմ, մեղադրյալ, այս պահին գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, հավանաբար չէ, կանչել են հարցաքննության, փորձեն այդ ժամանակ։ Այսօր է գնում։ Չգիտեմ, կպայմանավորվեմ, հիմա փաստաբանների հետ կխորհրդակցեմ։ Որ դահակը պարտավորությունները, այսպես ասած, չկատարելու համար քննչական կոմիտեն ու դատախազությունը։ Այս խմբով, դուք չեք պատկերացնի, այսինքն ամբողջ շենքով, բան, ասենց ծիծաղելի է, էլի լուրջ եմ ասում։ Մեջ ինչ էին քննում։ Փող։ Լուրջ եմ ասում, այսինքն ծիծաղելի է, ինչ ասեմ։ Որ ժամին են։ 8-ին այն ինչ էին ասում, շնորհքով ներխուժել են, օրենքի տարին համապատասխան, ինչ ասեմ Ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, ես այս ամեն ինչին, ես քննիչներին էլ ասում, մենք ամեն առավոտ սպասում ենք ինչ-որ մի հատ ուժային կառույցի հերթական ապօրինության։ Բոլոր հնարավոր միջոցներով իրավունքները մեր պաշտպանելու ենք, իսկ եթե մեկը հույս ունի, որ սրանից ընկրկելու ենք, նահանջելու ենք, չգիտեմ ինչ, ուղղակի լավ չեն ճանաչում ու կարծում ես 7 տարվա, 8 տարվա անցած ճանապարհով պետք է արդեն իրենց եզրակացությունները արած լինեն։ Լավ մնացեք, շնորհակալ եմ, որ